Հարկի դատարանած առաջինը այս դատական դատարանը ուզում եմ արձանագրի, որ այս պայն կատարվում է ապօրինություն։ Ինչ առումով է կատարվում ապօրինություն, երբ որ պաշտպանական կողմից ներկայացվում է բացառքի միջնորդություն, այսինքն դատարանը դեռևս չպարզելով ինքը հետագայում կլինի դատարանով գործող նախագահ դատարանով թե ոչ, ինքը հարցի քննարկում է հետաձգում է այլ դատական նիստի, բայց այսօր դատավարություն է կենտրոնացնում, այն դեպքում, երբ որ չգիտի այդ բացարկի արդյունքում ինքը կշարունակի նախագահ դատական նիստերը թե ոչ։ Դա կոնկրետ արդեն ապօրինություն է։ Հենց այս ամենը ինչն է հիմք տալիս, երբ որ մենք ասում ենք դատարանի կողմից կայացված յուրաքանչյուր դատական ակտ արդեն այսուհետ կասկածահարություն է, որովհետև սա կոնկրետ ապօրինություն։ Նախ գլխավոր դատախազին կցանկանայի ուշադրություն հրավիրել հանրային մեղադրողի խոսքը մի հատ լսի։ Լսելուց հետո ինձ խնդրում եմ դոկտոր Ամատյան ցանկը թե ինչ են ուտում։ Հանրային մեղադրողը ինչ է ուտում, որ սենց խոսույթով, ասենք ներկայացնում է քրեական գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը։ Ես չգիտեմ ինքը լսում այն թե ինչ է խոսում։ Դրանք հետ կապված նախ պետք է քրեադատավարական օրենսգրքի ծանոթացնեն հանրային մեղադրողին, որտեղ հանրային մեղադրողին ծանոթացնելու ոչ ինչ չկա։ Քրեադատավարական օրենսգրքի հոդված 116 քրեադատավարական օրենսգրքի հոդված 116 խափանման միջոցի կիրառման իրավաչափություն։ Խափանման միջոց չի կարող կիրառվել, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու մասին հիմնավոր կասկածը։ Այսինքն ես այս պայմանը իմ մասով չեմ խոսում, Հակոբ Պողոսյանի մասով եմ խոսում, հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացություն, որտեղ հստակ նշված այն փաստական տվյալները, որի հիման վրա Հակոբ Պողոսյանը գտնվում է կալանքի տակ։ Հիմնականում չէ, որ հենց 5 փաստական տվյալի հիման վրա այսօր Հակոբ Պողոսյանը գտնվում է կալանքի մեջ։ Առաջինը Տուժողը 5 անգամ ցուցմունք է տվել, որը իրար հակասում է։ Հանրային մեղադրողն այսօր ասում է Տուժողը ներկայացրել է Հակոբ Պողոսյանի որպես կատարող անձ, բայց մոռացել է երևի, որ Տուժողը 5 անգամ ցուցմունք է տվել, որտեղ նշվել է, որ իրան պահող անձը եղել է բարձրահասակ, մկանոտ, ազնվորություն։ Երբ որ Տուժողին հարց են տվել, թե նախկին տված իր ցուցմունքը ինչով է պայմանավորված եղել, որ ներկայացրել է մկանոտ ու բարձրահասակ, շրջում է Հակոբ Պողոսյանին, ասում ես իշխանը սիրություն է։ Դե Խաչատուր Հոկոբելյանի մասին չասեմ, որ իշխանը հետևից հուշումներ կատարում, դե հուշումների կատարումներ իր հիմք ունի, ինչի համար կատարում, որովհետև նախ առաջին ես մի անգամ դատարանը միջնորդություն ներկայացրեցի, որ դատարան շենքի տեսաձայնագրող սարքերը հնարավորություն ստեղծվի ունենան, քանի որ տեղեկություն կա, որ կոնկրետ Գրիշա Հոկոբելյանի դատական նիստերի ընդունությունների ժամանակ ուղղորդում են, որ կոնկրետ պետք է ասես Ռամին Քամոնյան եւ Հակոբ Պողոսյանը ճանաչելիս։ Գրիշա Հոկոբելյանի դեր անգամ ասելուց հետո արտադարձում է, որ հա հասկացած իր ասածը Հակոբ Պողոսյանը ու Ռամին Քամոնյանի ճանաչելը մնացած ինչ եմ ճանաչել։ Հենց այդտեղ դատարանների ամբողջական իրար լիազորություններ շրջանացումները չիրականացրել են գործառույթները, որ այդպես արձանագրող սարքեր մենք ունենայինք, ու այսօր հանրային մեղադրողը չկարողանար ասել, որ Տուժողը մատնացություն է։ Երկրորդը, ԴՆԹ հետազոտության տվյալները հստակ արձանագրել են, որ Հակոբ Պողոսյանը ֆիզիկապես առնչություն չունեցել այն առարկաների հետ եւ այդ մարդու հետ ամբողջական շփում չունեցել։ Հակառակ դեպքում ԴՆԹ հետազոտության եզրակացությունը կլիներ հակառակ եզրահանգում, որտեղ նշված է, որ Հակոբ Պողոսյանը առնչություն ունեցել այն առարկաների հետ, որը Տուժողը մատնացուցերանում, ասում Հակոբ Պողոսյանն է առանց ձեռնոցի փակցրել իր աչքի։ Երրորդը, գաղտնի քննչական գործողության արդյունքում ստացված ձայնացությունները, որը մեր կողմից միջնորդություն ներկայացվեց, որ ուղղակի են փորձաքննություն, ես այս մոտակա օրերը ամենայն դեպս ներկայացան փորձաքննության արդյունքները այդ ձայնագրության հետ կապված,
Ամենայն դեպս մենք մի շորտեցին, որ այդ ձայնագրություն ուղղակ են փորձակնություն, քանի որ լուրջ կասկածներ ունենք, որ այն մոնտաժված է։ Սակայն դատարանը կրկին մերժել է նշանակությունը։ Չորրորդը Տաթև Պողոսյանի մեղադրական եզրակացության նշված հիմքերից մեկն է նա, որ ինչ որ վկա, որը հայեր են տարրել չգիտի, ցուցմունք էր տվել, որ այդ պարդայի օրերին Տաթև Պողոսյանի մայրը զանգահարել է իրան և անհանգստացած հարցրել, թե Թաթևի ուր է։ Այդ մարդը դատակոչվել է դատարան, դատարանը հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ ինքը հայեր են տարրել չգիտի, չէր կարող ցուցմունք տալ հայեր են հայատար, դրանից հետո հանրային մեղադրողը դիմել է հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ վարույթը նախաձեռնվել, վարույթի շրջանակներում գործ կարգվել է և այնտեղ հստակ նշված է, որ իրականում այս մարդը հայեր են տարրել չգիտի և ցուցմունքը որոշակի այդ հատվածներ հանգում և ինքը չէր կարող նման ցուցմունք տալ։ Եվ երրորդը հեռախոսից արտադրված տվյալ հեռախոսից արտադրված տվյալ, որի ինչ-որ հեռախոսից տվյալներ են հայտնաբերել, որը առնչություն ունի ստեղծական վարույթին, բնականաբար հետազոտվել է հանրային մեղադրողի կողմից ներկայացված այդ հեռախոսից արտադրված տվյալը, այնտեղ ընդամենը որպես փաստական հիմք հանրային մեղադրողային հանգամանքը, որ կոնտակտների մեջ ինչ-որ գրած է հողով աչաջուր։ Ու ինքն ասում քանի որ հողով աչաջուրը դրած նշանակում է հողն աչաջուրեցի է և Թաթև Պողոսյանը առնչություն ունի աչաջուր յուղի հետ, բնականաբար եթե առնչություն ունի, նաև առնչություն ունի Գրիշակո Պողոսյանի հարևան մայրի։ Այսինքն սա աբսուրդ է, սա ոչ իրավաբանության մեջ է տեղավորում, ոչ էլ բարոյականության մեջ է տեղավորում։ Նախ առաջ նյութերական գործ հարուցելու համար պետք է ոչ թե համակցություն, այլ փաստական տվյալ։ Հիմա կոնկրետ վերաքննիչ դատարանը անդրադառնում է այն հանգամանքին, որ Թաթև Պողոսյանը նախկինում հանցագործություն կատարել և իր պատշաճ վարքագիծը կարգավորելու համար անհրաժեշտ է, որ կալանք խմել։ Բայց ինչի համար է վերաքննիչ դատարանը նման դատապարտություն, որտեղ առաջի ատյանի դատարանը չի նշել, որ այս մարդու վերաբերյալ հիմնավոր կասկած չկա։ Իսկ վերաքննիչ դատարանը Շարբեկ դատարանի նախադեպային որոշ հողում կատարելով նշում է, որ վերաքննիչ դատարանը իրավունք ունի հիմնավոր կասկածին անդրադառնալ, քանի որ գործը ըստ էության գտնվում է առաջի ատյանի Հիմա հարգելի դատարան, հետազոտել է, այդ ամեն ինչ հետազոտվել այդ դատականիստերի դահլիճում։ Առնվազն դատարանի համար տպի պարզ է, որ հիմնավոր կասկած է, եթե այս պահին գոնե գոյություն չունի, գոնե նվազել է։ Որովհետև այն փաստական տվյալները, որը ներկայացնում է որպես հիմք այս մարդու մեղադրանք առաջադրվել, այդ փաստական տվյալները պարզապես գոյություն չունեն։ Դուք ո՞նց եք մարդուն կալանք տալ բան, երբ որ հիմնավոր կասկած գոյություն չունի։ Ընդդեմ հանրային մեղադրողը իր բողոքների մեջ նշում է, որ դեռևս չեն հարցաքամվել վկանները և վկանները իր կարանազդեցություն ունենան։ Օրինակներ ապիրում Ժիրայի Բրուտյանի Շարբեկ դատարանի նախադեպային որոշումներ, որտեղ ասում են, քանի դեռ վկանները չեն հարցաքամվել, ռիսկը բարձր է, որ կարան ոչնչացնել։ Այսօր բոլորս եք գիտենք, որ այս դատարանի դահլիճում հարցաքամվել են հանրային մեղադրողի կողմից ներկայացված բոլոր վկանները։ Երբ որ դատակոչ կանչված բոլոր վկաները հարցաքամվել են, այդտեղ ոչ թե ռիսկը մեծ, այլ պարզապես ոչ մի ոչնչացնելու ռիսկ գոյություն չունի, ինչ է նշանակում ռիսկը մեծ։ Հիմա Թաթև Պողոսյանի մասով հիմնավոր կասկածը առնվազն գոյություն չունի, բայց այս մարդը գտնվում է կալանքի տակ։ Ես ճիշտ է Թաթև Պողոսյանի պաշտպանում միջնորդում եմ, որ տնային կալանք, բայց ես ասենք նորմալ արդարադատություն իրականացնող երկրները նման պայմաններում առնվազն այս մարդու դատարանի դահլիճը պետք է ազատ արձակվի, որովհետև հիմնավոր կասկած գոյություն չունի։ Իսկ ինչ վերաբերում է թերակատարողական հիմնարկում հեռախոս են հայտնաբերել, դա դրա վերաբերյալ մարդը արդեն պատժվել է։ Այդ մարդուն տարել են, դուք երկրորդ անգամ նույն արարքը մանուց մեկ մարդուն պատժեք։ Այդ էլ անթույլ է։
Հետո այդ արարքները, որը նշեց Հանրային մեղադրողը, դրանք կատարվել են ինչպես ճիշտ նշեց Տաթև Պողոսյանի պաշտպանը, ասենք տարի առաջ, մի տարի առաջվա դեպքեր է, ու ինքը չի կարա նոր հանգամանք դիտարկվել այնքանով, որովհետև սրանից երկու ամիս առաջ Հանրային մեղադրողը արդեն ներկայացրեց հնդատարան։ Այն ժամանակ պետք է եթե ինքը նոր հանգամանք դիտարկվել, այն ժամանակ ինքը նոր միջնորդության պետք է հանդիսվի։ Բայց ինքն էլ լավ հասկանում, որ դա նոր հանգամանք չի կարող դիտարկվել, դրա համար այդ բանը միջնորդություն չի ներկայացրել, այսօր հերթական խափանման միջոցի ժամանակ ուղղակի ասելիք չունի, բնականաբար նույն տեքստը 3 ամիս առաջ ինչ-որ կարդացել է, այսօր էլ իսկպես կարդալ։ Ես զարմացա նույնիսկ մտածում եմ, որ մեղադրական եզրակացություններ կարդալ այնց հետո, բայց քանի որ մեղադրական եզրակացության հետ կապված ամբողջությամբ հետազոտվել է, երևի այդ է պատճառը, որ այդ ասելիք չի մնացել, որ մեղադրական եզրակացություն կարդա։ Այդքան Տաթև Պողոսյանի մասով, հաջորդ Հանրային մեղադրողն ասում է իրավունքի չարաշահումը բացարկի միջնորդություն, զրկեք միջնորդությունը, զրկեք բացարկի միջնորդություն։ Նախ դրան անդրադառնամ ու անցնեմ իմ խափանման միջոց։ Քրեադատաբարական հոդված 64 ինքնաբացարկ բացարկի կամ վարույթի մասնակցելուց ազատ է։ Ինքնաբացարկի բացարկի կամ վարույթի մասնակցելուց չի վերաբերում խափանման միջոցի իրականացում ոչինչ կողմից նախորդի հնչեցված ինչ-որ արտադրությունների վերաբերյալ կարծիքներ։ Բայց ով ասում է վերաբերում խափանման միջոցի Բարարությունը դատարանը լսեց, ուրեմն թույլ է տալիս շնորհակալություն զուտ ժամանակ Հարկել դատարանը դատարանը թույլատրում է որպեսզի ձեր Նախ առաջին ժամանակը խնայելու համար իրականց առաջվա տեքստը չեն ասում, երկրորդը ես ինչի համար եմ ասում, ես միայն ենք լավ հասկանում, որ սա քրեական վարույթին չվերաբերվում խափանման միջոցին չվերաբերվում կարծա, ուղղակի որ հանրային մեղադրողը նման լիազորություն է իրան վերապահում եւ միջնորդը դատարանին ասում իրավունքի չարաշահում այդ բացակ ներկայացնելու մասով ես դրա համար ուզում եմ կարծում քրեադատաբարական Առաջինը, ինքնաբացարկի բացարկի կամ վարույթի մասնակցելուց ազատելու համար հիմք են հանդիսանում քրեական վարույթի համապատասխան անձանց մասնակցությունը բացառող սույն գլխով նախատեսված հանգամանքները։ Երկրորդ մաս վարույթի ներգրավված անձին, որոնք տեղեկություններ ունեն քրեական վարույթին իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել վարույթին շարակապի մասնակիցների և վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցության վարույթի բնական ընթացքի անհնարինության վերաբերյալ, հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել վարույթի մասնակցելուց իրենց ազատելու մասին միջնորդություն։ Երրորդ մաս վարույթի մասնավոր մասնակիցն իրավունքն ցանկացած բանի բացառ հայտնելու վարույթի հանրային մասնակցին, դատավորին բացառ կարող է հայտնվել մինչև հիմնական դատասրտություններ սկսել։ Բացառությամբ այն դեպքերի, երբ բացարկը հայտնող է հիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել հիմնական դատավորություններ սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնել։ Բացարկը չորրորդ մաս, բացարկը ինքնաբացարկը կամ վարույթի մասնակցելուց ազատելու միջնորդությունը պետք է լինեն փաստարկված։ Նույն անձին, նույն փաստարկման բացարկ կարող են հայտնել միայն մեկ անգամ։ Բայց ես ուրիշ բացարկ եմ ներկայացրել, Հանրային մեղադրողն ասում զրկեք իրան բացարկի միջնորդությունից, որտեղ իրավունքի չարաշահում։ Հարցին դատարանը Հիմա ասնեմ իմ խափանման միջոցը։ Նախ նշեմ հարգելի դատարան, որ 2025 թվականի դատարանի որոշումը բողոքարկվել է կողմից վերաքննիչ դատարան, քանի որ ես համաձայն չեմ տնային կամայքի հետ կապված որոշման հետ, ես կարծում եմ, որ այս պահին ավելի տանի խափանման միջոց կարող է իրարվել բացակայելու արգելք։ Ինչ եմ կարծում, որովհետև հիմնավոր կասկած իմ վերաբերյալ գոյություն չունի։ Ոչ միայն իմ մնացածի վերաբերյալ գոյություն չունի։ Սույն, որ խափանման միջոցի հետ կապված, որ
Անրային վերաբերող դարձած մենք ենք արել։ Ժամանակի բան չէ։ Դատարանը նախ ներկայացնում են օկտեմբերի 22-ի դատարանի կողմից ներկայացված որոշման արձանագրություն։ Դատարանը արձանագրում է, որ իր նախորդ որոշմամբ մեղադրյալ Սուրեն Մանուկյանի քաղաքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է, հիմնվելով նաև Վերքանիչ քրեական դատարանի 2025 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ ներկայացված այն հիմնավորումների և պատճառաբանությունների վրա, որոնցով արձանագրել է խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու իրավաչափության պայմանների շարունակական արտադրությունը հաստատող հաստատական հիմքերի գոյությունը։ Այսպես, Վերքանիչ քրեական դատարանը ինչ է նշում։ Ծույն քրեական գործի դատախազության առաջին աշտանի դատարանը դեռևս ավարտված չէ հիմնական դատախազությունները շարունակվում են և առկա է ապացույցների որոշակի ծավալի հետազոտման անհրաժեշտություն, որպեսզի պայմանները Վերքանիչ դատարանի գնահատմամբ իհայտ չեն և այնպիսի ծանրակշիռ փաստեր, հանգամանքներ, որոնք չեզոքացնեն մեղադրյալ Սուրեն Մանուկյանի քաղաքի տակ պահելու հիմքը, ուսուցում են, որ դեռևս շարունակվում է արգալ լինել մեղադրյալ Մանուկյանի կողմից իր վրա քրեական դատավարության ըստ պարտականություններ չկատարելու բարձր հավանականությունը, որի չեզոքացումը մեղադրյալ Սուրեն Մանուկյանի կարգավարության խափանման միջոցներում քաղաքի և բացակայելու արգելքի կիրառման դեռևս հնարավոր չէ։ Վերքանիչ դատարանի համար հիմք է հանդիսացրել մի շարք փաստական հանգամանքներ, ըստ հետևյալ կայացած որոշումը։ Երևան քաղաքի առաջացան ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման, որը մեջբերված է վիճակող դատական ակտում արձանագրվել մեղադրյալ Սուրեն Մանուկյանի որոշումները չի պահպանելու դրա պահանջների օգտագործումը։ Վերքանիչ դատարանի գնահատմամբ ծանր և առանձնապես ծանր հանցանքների ենթադրյալ կատարման համար քրեական հետապնդման տակ գտնվող մեղադրյալի նման որոշումը կայում են նրա հետագայում ոչ իրավապահ վարքագծից դրսևորելու բարձր հավանականության մասին։ Սուրեն Մանուկյանի մերձակցության իրավապահության պատվի արժանապատվության ֆիզիկական և հոգեկան արձագանքության դեմ ուղղված դիտավորության կատարվող ծանր հանցանք, որի համար որպես պատիժ նախատեսված է ազատազրկություն 4-ից 8 տարի ժամկետով։ Այս Վերքանիչ դատարանի որոշումը գրելով, դրանից հետո նշել է, որ խափանման միջոցի կիրառման տևողությունը դրա համաչափության գնահատման ինքնավար գործոն չէ և պետք է գնահատման ենթարկվի հաշվի առնելով գործի բնույթն ու բարդության աստիճանը։ Հանցի ոչ իրավաչափ աշխատանքից կանխարգելող միջոցների կիրառման համաձայնություն այսպիսի մոտեցում ունի մարդու իրավունքների եվրոպական դատարանը, նշելով, որ ինքնին կանխարգելիչ միջոցների կիրառման տևողությունը բավարար չէ եզրահանգելու համար, որ այն համաչափ չէ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումը ներկայացրել Առաջացան դատարանը որոշումից հետո նշել։ Դատարանը արձանագրում է, որ Վերքանիչ քրեական դատարանի նշված որոշման կայացումից հետո, թեև քննությունը դեռևս շարունակվում է գտնվել հիմնական դատախազությունների փուլում, սակայն արդեն իսկ որոշակի ծավալ ապացույցներ հետազոտվել են, մասնավորապես ամբողջությամբ հետազոտվել են նախնական դատախազությունների կողմերի առաջարկած և դատարանի որոշմամբ սահմանված բոլոր ապացույցները։ Ավելին, ապացույցների ծավալը լրացնելու փուլում դատարանը մասամբ բավարարել կողմերի միջնորդությունը և Վերքանիչ քրեական դատարանի որոշման կայացումից հետո հետազոտվել են նաև այդ փուլում որոշված որոշակի ծավալով այդ ապացույցները։ Իսկ հաջորդին պետք է հարձակվեր մեղադրանքի կողմից առաջարկված ևս մեկ վկա, ով մեկ այլ քրեական գործով մեղադրյալ է և գտնվում է տունային քաղաքի տակ և պաշտպանության կողմի առաջարկած 4 տուկան օգտեր դժոխությունների հարցադրել։ Մեղադրյալ Սուրեն Մանուկյանի տևական ժամանակահատվածով քաղաքի տակ գտնվել ինչպես նաև 37 օրու
կիրառված տնային տաղանքը արձանագրված միակ շինքի վերաբերյալ որևէ փաստական դրամների բացակայությունը հանդիսանում է այնպիսի հանգամանքներ, որոնք դատախազության այս փուլում նորաձևում են ներառյալի նկատմամբ ամենասիրտ պահպանման միջոց տաղանքը շարունակական կիրառելու անհրաժեշտության աշխարհում։ Դատարանի համոզմամբ նշված հանգամանքները փաստացի վկայում են մեղադրյալի կողմից իրավապաշտպան վարքագիծ դրսևորելու իրական հավանականության մասին, հետևաբար այլևս բացակայում է մեղադրյալի կողմից քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված պարտականություններ չկատարելու բարձր ռիսկը, որի էական նվազումը իր հերթին հիմք է մեղադրյալի նկատմամբ կիրառված պահպանման միջոցի տեսակը մերժելու եւ այլ կայունականային պահպանման միջոցներով տնային տաղանքով եւ բացակայելու արտահայտություն փոխարինելու Անդրադառնալով նախկինում արձանագրված այն փաստարկին համաձայն, որի մեղադրյալ Սուրեն Մանուկյանը նախնական դատավարությունների ժամանակ թե տնային տաղանքի կիրառման դեպքում չի պահպանելու դրա պայմանները, դատարանը փաստում է, որ տվյալ փաստարկն այլևս կորցրել իր արտիականությունը, քանի որ մեղադրյալ դատարանի որոշմամբ ընտրված տնային տաղանքի կիրառման ընթացքում պահպանել է դրա բոլոր պահանջներն ու պայմանները։ Ինչը լրացուցիչ փաստարկը վերջինիս նկատմամբ ավելի մեծ պահպանման միջոց կիրառելու համար։ Բացի վերաբերյալի դատարանը հաշվի առնել նաև վերաքննիչ դատարանի նշված որոշման կայացումից հետո վերաբերյալ դատարանի իրավական դիրքորոշում արտահայտած եւ բաժանებული թվականի ապրիլի 9-ի թիվ L1.00059.001.17 որոշմամբ Մելսիկ Ալեքսանյանի վերաբերյալ գործը։ Այս առումով ուշադրության արժանում է մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշում այն մասին, որ արդարադատության իրականացման միջամտելու վտանգը ապացույցները վերացնելու վկաների վրա ճնշում գործադրելու եւ այլն չպետք է գնահատվեն վերացական կերպով, այլ պետք է խախտի գործի կոնկրետ հանգամանքներից եւ ապացույցներից։ Այս դրա մասին է խոսում ագիր դատարանը։ Այսօր հանրենք ներառում են խոսում վերացական ասոցիացիան ենթադրությունները բայց մենք գտնվում ենք այն փուլում, որ արդեն հիմնական դատավարությունների ընթացքում հետազոտել են հանրային մեղադրողի կողմից ներկայացված ապացույցներն ու վկաները հարձակվել են, հիմա լրացուցիչ ապացույցների փուլում։ Երբ այս հանգամանքով պայմանավորված դատարանը գոնե իր ներքին համոզմունքով պետք է հասկանան, ինչ որ այս գործի հետ առնչությունն է թե չէ։ Այսինքն այսօր դատական նիստերի ամբողջությամբ հիմնական տեսածայնակարգումը հասարակությունն էլ ատեն այս դատական նիստերը։ Հասարակության այն մարդը գոյրավ, ան չէ նրանք են մեկ իշխանով առնչությունն կամ ունեն թե չունեն։ Դատարանը ավարտի, որ ավելի արտահայտ դիմի։ Հիմնավոր կասկած կա թե չէ։ Հիմնավոր կասկածին վերաբերյալ առաջացել է երբ որ առաջացան դատարանը որոշել կայացրել, որ իմ մատնահետքերն ու ականատես մատնահետքեր ստան գործին վերաբերելի առարկաների վրա եւ ականատես ստան մատնացությանը որպես կատարող։ ՏՆԹ հետազոտության տվյալների համապատասխան իմ մատնահետքերը ոչ մի առարկայի վրա դրություն չունի, ականատես վկայել չկա մինչեւ այսօր, որ մատնացությանը որպես կատարող։ Այսինքն սա ինչ է նշանակում, սա նշանակում է նախաքննական մարմինը կես միջնորդություն անցկացրել, որտեղ պարունակել է կեղծիք միջնորդության մեջ։ Դատական ակտի մեջ էլ առաջացան դատարանը որպես հիմնավոր կասկածի հիմք, դրել է, որ դատարանը փաստում է, որ նման հանգամանք կա։ Հիմա եթե նման հանգամանք կա, ցույց տվեք, որ նման հանգամանք։ Եթե չկա նման հանգամանք, դուք պարտավոր եք ինձ այսօր արտադարձեք, ես գնամ իմ գործերը։ Երբ որ նման հանգամանք կա, բերեք ես ոչ փախում եմ, չէ ոչ դեռ ապրելու տեն ցանկություն։ Հիմա վերաբերյալի հաշվառման դատարանը գտնում է, որ ներկայացնում է Մանուկյանի նկատմամբ կիրառած կալան պահպանման միջոց պետք է փոխել տնային կալան եւ բացակայելու արտահայտված այլընտրանքային պահպանման միջոցները։ Հիմա անդրադառնանք ենք վերոնի շատ պատճառաբանությունների։ 14.09.2022 թվական Երևան քաղաքի առաջացան ընդհանուր իրավասության դատարանը դատավոր
Տմուրացյան անդրադառնալով ձերբակալման հիմքերին արձանագրել է։ Դատարանը փաստում է, որ վարույթն իրականացնում մարմնի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ կետերով նախատեսված հիմքերով Սուրեն Մանուկյանի ձերբակալման իրավաչափ լինելու հանգամանքով։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդված առաջին մաս անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի արտահայտության դեպքում կարող է ձերբակալվել, եթե երկրորդ մաս ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին որպես քրեական օրենքով նախատեսված արար կատարողի, որը բացակայություն գործով, եւ երրորդ մաս տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա նրա մոտ կամ նրա բնակարանում ներառյալ տրանսպորտային միջոցում հայտնաբերվել են քրեական օրենքով նախատեսված արարքի կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր։ Նման հետքեր քրեական վարույթի նյութեր ուղղակի գոյություն չունեն։ Խափաման միջոց կիրառելու կամ կիրառված խափաման միջոցի ժամկետի երկարացուցիչ միջնորդության բնության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ 3 որոշումների դեպք։ Միջնորդությունը մերժելու մասին, միջնորդություն մասնակի բավարարելու մասին, միջնորդությունը ամբողջությամբ բավարարելու մասին։ Դատարանը կայացնում է Սուրեն հոդվածի առաջին մասի առաջին կետով նախատեսված որոշումը, եթե հայտնաբերվում է միջդատական վարույթին առել։ Սուրեն օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որևէ հանգամանք։ Երկրորդ կետով չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկած։ Երրորդը հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափաման միջոցի կիրառման անհրաժեշտություն բացակայում է, իսկ առավել մեծ խափաման միջոցի կամ խափաման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում։ Երրորդ մասով արդեն նշում է, դատարանը կայացնում է Սուրեն հոդվածի առաջին մասի երկրորդ կետով նախատեսած որոշումին, եթե հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեծ խափաման միջոցի կամ խափաման միջոցի համակցության կիրառման, հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել միջնորդված խափաման միջոցի առավել մեծ պայմաններով կիրառման առավել կարճ ժամկետով կամ մեղադրյալի համար առավելի վայելված պայմաններով։ Դատարանը կայացնում է Սուրեն հոդվածի առաջին մասի երրորդ կետով նախատեսված որոշումը, եթե գալիս է հետևությամբ, որ մեղադրանքի կողմը Սուրեն օրենսգրքով սահմանված կարգով պատշաճորեն հիմնավորել է միջնորդող խափաման միջոցի կիրառման անհրաժեշտություն և իրավաչափության միջնորդված պայմանները։ Սուրեն քրեական գործի հիմնական դատավարությունների ընթացքում հետազոտվել են դատարանի կողմից դատարանի որոշման ապացույցների ծավալը ներառված հանրային մեղադրողի կողմից առաջարկած ապացույցներից արտավարության փաստաթղթերը, ապացուցողական և վարորդային գործողությունները, արձանագրությունները, իրական ապացույցները, ինչպես նաև ենթադրյալ դժողները և բոլոր հսկաները, սակայն այդպես էլ չգտնվեց մեկ ապացույց, որը կհիմնավորել նախաքննության ընթացքում Երևան քաղաքի առաջի ակտիվ ընդհանուր իրավասության դատարանի կողմից արձանագրված վերոնշյալ փաստը։ Ավելի ներկայացված և հետազոտված բոլոր գրավոր ապացույցներով ապացուցում է իմ անվերությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քրեական գործում այդպիսի ապացուցողական փաստեր ուղղակի գոյություն չունեն։ Հետևաբար սա նշանակում է, որ իմ վերաբերյալ կայացված ձերբակալելու և գաղտնավորելու 14/02/2022 թվականի դատարանի որոշումը եղել է ակնհայտ ապօրինի, առանց փաստական տվյալների, որից էլ առաջացել է հիմնավոր կասկած։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձևավորված հստակ իրավական որոշումների մասին, որ գործի քննությանը խոչընդոտելու միջամտելու ենթադրությունները, եթե անգամ հիմնված են իրավական վտանգությունների վրա, ապա արդարացված են լինում միայն նախաքննության սկզբնական փուլում։ Իսկ առանձնահատուկ բարդություն ներկայացնող գործերի տեսքում խոչընդոտելու մոտավախությունը ժամանակի ընթացքում նվազում է և այլևս չի կարող բավարար հանդիսանալ շարունակական կամ կալանք արդարացնելու համար։ Առավել ևս այն դեպքում, երբ հարցաքամվել են վկաները և ստացվել են եզրակացություններ։ Տես Սվիտլեր
33-35, ինչպես նաև գլուխ Բելգիա։ Գծրի գանգատ համար 10-71, 8-87, H 40։ Տնտեսանը խոչընդոտելու մասնավորապես դատավարության մասնակցող անձանց վրա ներառվելու վտանգ իրականացման հավանականության աստիճանը բարձրելու չափորոշիչները սահմանված չեն ոչ քրեական դատավարության օրենսգրքով, ոչ էլ դատական ակտերով, որի հետևանքով նման մտահոգության իրականացման աստիճանի վերաբերյալ դատարանների մոտեցումները վերին աստիճանի անկանխատեսելի։ Դատական համակարգում տիրող այս իրավական անորոշության հետևանքով անհասկանալի է, թե ինչ չափանիշներ են հիմք ընդունում դատարանների կողմից այդպիսի մտահոգության աստիճանի գնահատելիս։ Եվ ինչ հանգամանքներ կարող են նշանակություն ունենալ անձանց վրա ներառվելու վտանգի նվազման համար։ Այս առումով չկա միասնական մոտեցում նաև արդիական հարցի վերաբերյալ, թե հիմնական դատավարությունների ընթացքում անձին հարցակցվելու վերաբերյալ փաստը կարող է արդյոք նվազեցնել նրանց վրա ներառվելու վտանգը, եթե այո, ապա ինչ աստիճանի, եթե ոչ, ապա ինչու։ Այս բացը դատարանը փորձում է շահարկել և շահարկում է, քանի որ ինչպես ցույց է տվել վերջին 3 տարվա փորձը, կայացնում է կամայական որոշումներ։ Արդյունքում դատարանները կարող են նույնանման իրավիճակում մի գործով ներառվելու վտանգը համարել նվազած և անձին կալանքից ազատ արձակել, իսկ մեկ այլ գործով տրամադրություն հակառակ դիրքորոշում անել։ Ավելին պրակտիկայում հաճախ լինում են դեպքեր, երբ ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձին կալանքից ազատ են արձակում միջդատական փորձ։ Նրանց նկատմամբ կիրառվում է այլընտրանքային խափանման միջոցներ։ Նման տարբերակված մոտեցումները արտադրել են իրավական պետությունում, քանի որ առաջացնում են իրավական անորոշություն և հակասում են նաև քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի ինֆորմացիա մանիշները։ Հատկապես որ սույն քրեական վարույթով ենթադրյալ մեղադրյալները 4 են, որոնցից մեկի նկատմամբ նախաքննության ընթացքից սկսած կիրառված է տնային կալանք, մյուսի նկատմամբ բացակայելու արգելք։ Ընդ որում բոլորս էլ մեղադրում են ենթադրյալ արարքներ կատարելու համար։ Դատարանի դատողություններից ակնհայտ երևում է, որի նկատմամբ կիրառված տնային կալանքը հարթարացվել է բացառապես ինքնարհեստականորեն մեղսադրված արարքի ծանրությամբ։ Դատարանի կողմից բերված պատճառաբանությունից հետևում է, որի նկատմամբ կիրառված տնային կալանքը չի կարող բացակայության արգելքով փոխվել, քանի դեռ ինձ առաջադրված մեղադրանքը փոխված չէ։ Մինչդեռ սոս միայն մեղադրանքի ծանրության պայմանավորված անձի շարունակական կալանքի տակ պահելը ըստ էության իր մեջ ներառում է պատժի տարբեր, ինչն արգելված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասում։ Նման պայմանների վիճակով որոշում չի կարող համարվել հիմնավոր, որովհետև դրանում իսկական բացակայում են հաստատված պատճառաբանությունները, քանի որ ազատությունից զրկելու կամ դրա ժամկետի երկարացնելու մասին որոշումներ պետք է լինեն բավարար և համոզիչ չափով պատճառաբանված։ Իսկ մեղադրանքի առաջադրվել մարդ առևանգելու երկրորդ բան, ենթադրյալ արարքներ կատարելու հատկանիշներ։ Եվ այս ամբողջ քրեական գործ կոչված է հիմնականում կառուցված է իբր այսպես կոչված դուժողի տան այսպես կոչված դեպքի վայրից արգրաված տեսաձայնագրով սարքում արտար տեսակցությունները հիմք ընդունելու։ Բայց արդեն 3 տարի է տեսաձայնագրով սարք չկա ու չկա։ Իմ խորի համոզմամբ այն չկա արդեն գոյություն չունի, որովհետև դրա հրապարակման պարագայում այս քրեական գործ կոչված ուղղակի կփոշիանա։ Համոզված եմ նաև, որ արգրավված տեսաձայնագրով սարքը անհետացել է դիտավորության արդյունքում։ Եթե միջորս դատավորները հավաստիացնում էին, որ այն կարող է լինել արտավարության փաստաթղթերի փակ ծրարում, բայց 10/07/2024 թվականին կայացած դատական նիստում ապացույցների հետազոտման փուլում վերջապես բացվեց այդ ծրարը և նիստին ներկա բոլոր համոզվեցին, որ այնտեղ տեսաձայնագրով սարք ուղղակի չկա։ Իհարկե դատարանը նախ հետաքրքիր է, ինչքան գիտեմ 4 անգամ դիմում է գրել նախաքննական մարմին, տեսաձայնագրով սարքի վերաբերյալ որ պատասխան պետք է ներկայացնի, քննչական մարմինը պարտավոր լինելով դատարանի կողմից գրված դրությանը պատասխանելու, չի պատասխանում։ Դրա վերաբերյալ Դուք ցերիք շարժում եք։ Դատարանը հաջող դատականիցների վերաբերյալ բաց։ Եվ ուզում եմ արձանագրել, որ 4 անգամ դիմել եք նախաքննական մարմին, նախաքննական մարմինը պարտավոր լինելով դատարանի
դիմումներին անհապաղ պատասխանելու 4 անգամ արդեն չի պատասխանում, սա ևս մեկ փաստական տվյալ է, որ նման տեսաձայնագրոսակ գոյություն չունի։ Թե չէ հակառակ դեպքում կապկտերին գոյություն չունի, ամեն կողմ պատասխանում։ Սա ևս մեկ փաստ է, որ նախաքննական մարմինի համագործակցության արդյունքում այս գործը շինչ ու գործը տարբեր է, մեկը ցույց տվողն է, մեկն էլ գործ կարող է։ Այս իրեք տարյակ մենք քաշքշուկի մեջ։ Հաջորդին կոչված screenshot տիկտորն է, որը խաչած ու կոկոբելյան ասմա Հայաստանի WhatsApp-ի պատմության մեջ դրված է, ես տենց էլ չկարեցա պարզեմ Հայաստանի WhatsApp-ի բազան որն է, տենց բազա գոյություն ունի, թե չունի։ Եթե տենց բազա գոյություն ունի, ինչն է անկաշկանդում, որ մինչև այսօր չի ներկայացնում են բազա է Վաչիկ Կոկոբելյանը ստե հայտարարել է, որ կներկայացնեմ դեպքի վերաբերյալ մի քանի հատ փաստական տվյալ, արդեն անցել է 2 տարի, այդպես էլ չներկայացել, այն դեպքում, որ դատային խոստացա, որ մի շաբաթվա մեջ պետք է ներկայացնի, որ փոխանցման կոնֆլիկտացման վերաբերյալ հավաստող փաստաթուղթ եւ այն մարդը, որի անունը շոշափում են, որ փոխանցել, այդ մարդը միջև Այս screenshot կոչվածը քննիչների մոտ հայտնվել է 25/08/2022 թվականին։ Ինձ ձերբակալելու 2 շաբաթ հետո։ Եվ որտեղ լրացուցիչ հիմք է դարձել մեկ ուրիշ հոդված, ում ինձ մեղադրանք ներկայացնելու համար։ Screenshot կոչված թղթի կտորը կա, իսկ դրա համար իմ ծառայող հեռախոսահամարը չկա։ Նամանավանդ, որ այդ տիկտորի վրա չի երևում այն ստացողի հեռախոսահամարը։ Այս screenshot կոչվածը կամ ամենայն հավանականության Photoshop-ը, որը առանց հեռախոսի ընդամենը տիկտոր է եւ չի կարող որևէ բանի հիմք հանդիսանալ, հատկապես քրեական վարույթ նախաձեռնելու համար, բայց ոչ միայն քրեական վարույթ է նախաձեռնվել, այլ նաեւ մեղադրանք է առաջադրվել։ Քրեատատվարական օրենսգրքի 172 հոդվածի 6-րդ կետի համաձայն քրեական վարույթ չի կարող նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկությունը ստացվել է սույն հոդվածով չնախատեսված, այդ թվում անհայտ կամ չբացահայտված աղբյուրից։ Սակայն այդ screenshot կոչված տիկտորը հիմք է ծառայել քրեական վարույթ նախաձեռնելու եւ ինձ մեղադրանք առաջադրելու համար։ Քրեական դատավարության օրենսգիր հոդված 19 Առաջին մաս քրեական հետապնդումը չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։ Առաջ կետ անձը չի կատարելի են ներսադրելու հարցը։ Երկրորդ կետ արկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք։ 8-րդ կետ վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։ Քրեական դատավարության օրենսգրքի Հոդված 13 Առաջին մաս քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված պայմանների խախտում։ Իսկ տնային կալանք տակ պահելու համար դատարանը հիմք է ընդունում վերոնշյալ փաստերը եւ դրանց հիման վրա ինձ է ազատությունից։ Այն դեպքում, որ նույնիսկ նախաքննական մարմինը քրեական վարույթ նախաձեռնելու իրավունք չի ունեցել։ Սա նշանակում է, որ ես փաստացի մեղադրում եմ շորտման հատկանիշներով ենթադրյալ արարք կատարելու համար, սակայն դատարանի համար արդեն ակնհայտ է, որ ի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ի սկզբանե եղել է ապօրինի հետևյալ հիմքերով։ Շորտման հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու համար անհրաժեշտ է առնելու հանցանքի մասին բարձր հարավորդման առկայություն, երկրորդ, բացի այդ նման վարույթ սկսելու համար պետք է լինի գլխային վնաս կրած հանց։ Սույն քրեական գործում նման փաստական տվյալները բացակայում են, սա նշանակում է, որ ես մեղադրվում եմ մի արարքի մեջ, որի պարագայում հանցակազմը բացակայում է։ Ինչի հետևանքով քրեական գործը ի սկզբանե հարուցվել է ապօրինի հիմքերով։ Արդյունքում ներկայումս դատարանը այդ ապօրինի քրեական գործի շրջանակներում իրականացնում է ակնհայտ ապօրինի արդարադատություն, որի հետևանքով ինձ պահում են կալանքի տակ արդեն 3 տարուց ավել ժամանակահատվածում։
Հայ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին մասում իմպերատիվ կարգով արգելում է որևէ տեսակի խափանման միջոցի կիրառումը, եթե բացակայում է մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանք կատարելու կասկածը։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ կետով յուրաքանչյուր անձի համար երաշխավորված է իրեն կալանավորելու կամ դրա ժամկետը երկարաձգելու մասին որոշման բողոքարկման իրավունք։ Սահմանադրությամբ էլ անձին չեն կարող կալանքի տակ պահել, եթե բացակայում է հիմնավոր կասկած։ Քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն դատարանն իր իրավասու սահմանություններում պարտավոր է անհապաղ ազատ արձակել ազատությունից ապօրինի կամ անհուն զրկված յուրաքանչյուր անձ։ Իսկ կալանքի տակ պահելու համար դատարանը հիմք է ընդունում այնպիսի փաստերի ու դրանց հիման վրա զրկել ազատությունից այն դեպքում, որ նույնիսկ նախաքննական մարմինի քրեական վարկ նախաձեռնելու իրավունք չունի։ Ավելի սույն քրեական գործով հիմնական դատավարությունների ընթացքում հետազոտվել են դատարանի որոշ կողմնակցությունների ծավալը ներառած հանրային մեղադրողի կողմից առաջարկած ապացույցներին, արտավարության փաստաթղթերը, ապացուցողական եւ վարորդային այլ գործողությունների արձանագրությունները, իրական ապացույցները, ինչպես նաեւ ենթադրած ուժողները եւ բոլոր վկաները։ Սակայն այդպես էլ չի գտնվել մեկ առարկայական ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որի հիման վրա ձերբակալները զրկել են ազատությունից։ Ավելին, այս ամենից կարելի է հետևություն անել, որ ինձ նախատեսած ինքներու ձերբակալման կալանավորման իրավաչափ լինելու հանգամանք կայացվել է ակնհայտ և փաստերի հիման վրա։ Ցանկանում եմ նշել նաև, որ սույն քրեական վարույթի հենց առաջին օրից դեռևս չունենալով մեղադրյալ կարգավիճակ ենթարկվել են վարույթ իրականացնող բժիշկների բոլոր օրինական պահանջներին, ենթարկվել են բժշկական զբաղման, անձնական խոզարկության, փորձարկումության համար հանձնել են պահանջում նմուշներ եւ ակնհայտ է, որ դատարանը չունի որևէ ողջամիտ հիմք հետևության հանգելու, որ թե ես կարող եմ չկատարել իմ օրենքով դրված պարտականություններով։ Հարգելի դատարան, այս քրեական վարույթը, օրինակ արտադատության պայմաններում առնվազն նախնական դատավարությունների ընթացքում պետք է կարճվի շորտ մանրականիշները, որտեղ շորտ մանրականիշները, ինչպես նշեցի, առնվազն։ Հիմա այսօր ես գնամ մի հատ հայտարարություն տամ, ասեմ, գիտեք ինչ կա, լեզուս էլ չի վրակյալ, որ ասեմ, որ ես տարել, ամոք թե լավ, որ ես դրամ ասում խոսամ։ Լավ ինչ-որ կողոսը գնա հայտարարություն տա, ասի հերես կորել այսքան փող եմ տվել, քրեական վարույթը նախաձեռն է թե չէ։ Այդ ոնց արվում, որ Խաչատուր Հոկոբելյանի դեպքում, ինքն են դեպքում, երբ որ մարդկանց ձերբակալում են մարտահրավերական հետ գործով, դրանից երկու շաբաթ հետո հայտնվում Խաչատուր Հոկոբելյանի նամակագրությունը ու նախաքննական մարմինը առանց պարզելու այդ նամակագրությունը իրականության համապատասխանող թե չէ, քրեական վարույթ է նախաձեռնել։ Հենց կամարական որոշում լինել, ոնց է կայացում, դա ինչա նշանակում, դա նշանակում, որ Խաչատուր Հոկոբելյանը այսօր սահմանեցնում որ միշտ էլ նախաքննական մարմնի հետ համագործակցել, ասեմ հնարավորություն սարք է, ես էլ չի որ եզակի պետք է, սա ևս մի փաստ է, որ ինքը չի փոխվել ու մարդկանց։ Ես այս դատարանից դες օֆիցիալ ասում եմ, արդար դատաքննություն եմ պահանջում, եթե այս դատարանը արդար դատաքննություն չապահովեր, կոնկրետ ես արդար դատաքննություն եմ պահանջել անելու, դատաստան եմ անելու, կոնկրետ ասում եմ, ու սա դեռ տեղնազոք, որ ես արեցի։ Մի ես ստիպեք, որ ես կամ այն ճանապարհով, որը չեմ ուզում պետք հայտնիքեմ։ Արդար դատաքննություն եմ ընդամենը ուզում, օրենքով նախատեսված, եթե ես հանցագործություն եմ կատարել, հնարավոր է, ով ես կամ նստեմ, բայց ես չեղասկանում եմ պատրաստ չեմ նստում։ Դրա համար պետք է պատասխան տրվի։ Այն մարդիկ, ովքեր որ առնչություն ունեն այս ամեն ինչը, պետք է պատասխան տան։ Մինչև այսօր չեմ ուզեցել ուրիշ քայլերի դիմել, բայց արդեն ստիպում եք ինձ այդ անարդարությունից դրդված ես ուրիշ բաներ անեմ։ Մի արեք, մի ստիպեք, որ ես անարդարությունից դրդված ուրիշ քայլեր։
Ըսկաներ, միջնորդում եմ, որ են խապամա միջուց տնային կանանք փոխի, բացակայել վարկել։ Նույնիսկ չեմ ասում վարչական դեսպողություն, բացակայել վարկել։ Որովհետև այս պանին են պասկական տվյալները, որը ներկայացրել հանրային մեղադրողը, այդ պասկական տվյալները մարդ չեն կարող։ Այդ պասկական տվյալները բավարար են, որ դատարաններ մնացածներ հասկանան, որ այս գործը շինծու է, հորինված է, ու մի նպատակ է հետապնդում։ Ընդամենը ինձ ասացություն զրկեն։ Այսօր հանրային մեղադրողն եկեք ասում է, բանը հաշվի առնելով վերաքննիչ դատարանի որոշումը միջնորդում եմ տնային կանանք փոխել կանանք։ Լավ աբսուրդ է չափը սահմանում, Հրություն կամար։ Վերաքննիչ դատարանի իր միջնորդությունը ներշել այն հաշվի առնելով վերաքննիչ դատարանի որոշումը ինքն ընդունում, որ ինձ կանանքի տակ։ Հետո քննադատողական հիմնարկում ես չգիտեմ ասին, այդ դեպքը երբ հայեղել։ Այնուհետև գրած էր զազրախոսություն, ես նույնիսկ այդ տեքստը իմ ծանոթել չեմ։ Ես չգիտեմ էլ այդ տեքստը որտեղից է բերել։ Ես ընդ ստորագրություն էլ չունեմ։ Եթե հանրային մեղադրող ունի իմ ստորագրությունը դրած, թող ցույց տա տենամետ որտեղ է ստում։ Բայց եթե ծանոթացել են դրա հետ, այդ թղթի հետ, դե զազրախոսություն չի եղել, ընդհանուր ապօրինի պահանջ են իսկած չեմ կատարել։ Դրանք տարբեր բաներ, ճիշտ է, ես բողոքարկի լույսեր չունեմ, որ քայի բողոքարկի աշխատողների դեմ ասեմ, գիտեք ինչքան անօրինական պահանջ են ինձ այս ներկայացրել։ Դրա համար առանձին ծանոթությունների հետ տենց թուղթ են իրեն ներկայացրել, ասում են տես։ Թող ցույց տա իմ ստորագրությունը, որ այս նման տեքստի տակ ստորագրել։ Եթե կա նման փաստական տվյալ, եթե չկա, դա չի կարա 5 ամիս անա, ինչ է նշանակում քրեակատարողական աշխատողը օրինական պահանջը չկա։ Քրեակատարողական աշխատողը դատարան չի, քրեակատարողական աշխատողը դատարան չի, դատարանի որ պահանջը չեն կատարել։ Այդքան միջնորդում եմ, որ այն բանը վերացնեք տնային կալանքը, հետո միջնորդում եմ արգիր դատարան, Հայաստանի Հանրապետություն միակ կալանավորն եմ, ու արդեն 3 տարի է և այլ 3 տարի կեսա սահմանափակված է, մենակ մեր ծավոր շրջանակների հետ։ Ես փորձեցի կալանավայրը մեջ ճշտել կա երկրորդ մարդը, որ սահմանափակված է, նույնիսկ նաև Հունանյանը սահմանափակումի 6 ամիս հետո բացել է։ Այդ ոնց է ստացվում, որ իմ 3 տարի կեսը մենակ մեր ծավոր շրջանակի հետ է թույլատրամ շփում։ Տնային կալանքի պայմանները մեր այսօր տնային կալանք դատարանների կողմից որ ստացվում է, որ արդեն 50-ից 60%-ը տվյալների տրվում է սահմանափակումները հանած, սահմանափակում է միայն կողմերի գործի վերաբերող կողմերի հետ հաղորդակցություն։ Իսկ մնացածը հանվում է։ Նույնիսկ չէ որ տնային կալանքի սահմանափակված են։ Այսօր ես ճշտել եմ 50-ից 60%-ը այդ սահմանափակումը հանված։ Ես չեմ հասկանում 3 տարի դեպքում։ Ես այսօր միակողմանի կարիեր եմ անում։ Խաչատուր Կոկոբելյան 2022 թվականին ձեռբակալվի 3 ամիս առաջ, 3 ժամ առաջ հայտարարություն տարածեց, որ ինձ ձեռբակալել են դրա ցուցիչները կություններ կհայտնեմ, արդեն 3 տարի կես անցել եմ հայտարարություն չի հայտնել իրավիճակի մեջ։ Սա ինչ է նշանակում։ Կամ ասիլիկ չունի, կամ էլ ամոթային ինչ-որ ինչի մասին պետք է խոսա։ Դրա համար չգիտեմ։ Թե չէ, այն մարդը, որ 3 ժամ առաջ գրություն էր գրել ֆեյսբուքյան էջին, 3 տարվա մեջ ասիլիկ չունի, այս գործին վերաբերել է։ Թե մենակ կլավուզա, բողոք, սուտի մարդկանց կտրից սարկոցի, այս բաների մասին։ Դատարան ձեզելի է ուշացնում կրկին անգամ, որ դատավարության մասնակիցները։ Արգելի դատարան, այսօր ներադրական եզրակացության մեջ կոնկրետ դրած է, որ մարդը առևանգվել, շորթում է տեղի ունեցել, մարդ առևանգելու մասով այդ ուժով անձը 5 անգամ ցուցում կատարել, 5 իրար ցակասով, մարդը տանք ուզարկությանը մասնակցել է դրանից հետո ուրիշ ցուցում, միջև այդ ցուցում կատարել, թե ինչ պայմաններում են իր անվանը, որը չի համապատասխանում, դրանից 2 ամիս հետո այդ ընթացքում երբ որ տարել են տունը տեսել է, դրանից հետո փոխել է ցուցումը։
5 անգամ մարդը ցույցում կատարել 5 հեկտար։ Խաչատուր Կոկոպելյանն այսօր մենք չգիտենք քան դժողով, միջև այսօր չգիտենք։ Գտարն այսօր մեզ դուքային պատասխանող ճանաչել առանցին։ Հենց այդ է պատճառը, որ հենց սկզբանը եւ վստահություն է դատային նկատմամբ գոյություն, ինչի համար, որտեղ դուքային պատասխանող եք մեզ ճանաչել առանցինքի։ Դրանից հետո ավտոների մասով փորձակնություն ենք փորձակնություն իրականացրել է դատարան, իրագործողությունները կատարել է դատարան, մասը որ դիմում պետք է ներկայացնի Ջևան ոստիկանապետի պատասխանից հետո որոշ հետ հարցն դիմում պատասխանը կապ չորոշվեց, դրանից հետո որոշը Հայաստանի ոստիկանապետին պետք է դիմում գրվի, դրանից հետո չորոշվեց, դրանից հետո որոշը որ լրացուցիչ ապացույցների ժամանակահատվածում եթե կողմից ինչ-որ մեկը միջնորդություն կներկայացնի, կնայի ոչ մեկ միջնորդություն չներկայացվեց, մենք միջնորդություն ենք ներկայացնում ավտոների տակ էլի չէ տալիս։ Հենց այդպիսի բաներ, դատական ակտի մեջ կայացված, ասենք, կեղծիք ա եղել, բան չեմ ասում, կարա, ասենք, տեխնիկական խնդիր է լրի։ Դուք գրել եք, որ ինձ դատային դալիչ ցերացրել նախկինում պատմման հանգամանք չկա։ Նաև դրա վերաբերյալ դատավճիռ կա, որտեղ հաստատվում այդ հանգամանքը, որ հանգամանք չի եղել։ Ինձ դատային դալիչից ոչ մեկ չի եղացել։ Նման պայմանին, ասենք, միջնորդություն ենք ներկայացնում, որ ձայնարկոսական ենք փորձակնության ներժանենք։ Միջնորդություն ենք ներկայացնում Սևանի Բերդիպետի դրաստի հարցակնության ներժանենք։ Ասենք ձեզ հետաքրքիր չէ Թաթուլ Պողոսյանի ցուցմունք, արժան հավատել, թե արժան հավատել։ Թաթուլ Պողոսյանը ստեցուցում կատարել, ասում Սևանի Բերդիպետին կողմից Զանգենը Խաչատուր Կոկոպելյանը պայմանավորվել են, որի արդյունքում պետք է Թաթուլ Պողոսյանը իրեն ցուցում տա, որ ինձ խաղանքի տակ պահի։ Ասենք ինձ օրինակ հետաքրքիր է։ Ես չնայած ներքին համոզմունքին, ես վստահ եմ, որ Թաթուլ Պողոսյանը սուտ խոսալու բան չունի, շարժարությունից ասելու ու փաստերն են հենց որ ես ճշտել եմ Սևանի Բերդիպետն ու Խաչատուր Կոկոպելյանի իրար կարող են գերություն են հանել մեղադրողն ասում Պարսկաստանի Ռասուլային Ռասուլը Խաչատուր Կոկոպելյանը հինգեր Ռասուլը Խաչատուր Կոկոպելյանը իր հետ բազմաթիվ հեռախոսազանգեր են ունեցել թող դժողի լիազոր ներկայացուցիչ ազնվություն ունենա նախ բազմաթիվ խոսակցություն ունեցել թող կան միասին նման հանգամանք չի եղել եթե ազնվություն ունի թող կան միասին նման հանգամանք չի իսկ եթե եղել է կողմ եք ինչ իրավունք ունեք այդ պարսիկի հետ խոսել որը իրավունքով պայմանավորված եք երբ որ ասում եք Ռասուլը ձեր մտածմունք շահություն արել դուք եք Ռասուլի հետ պայմանավորվում ինչ ունեիք պայմանավորվելու կամ ինչ ունեիք խոսալ դրական անդադ Ռասուլ ու իրանք հետ տարան ճամփեցի հենց կոնկրետ Խաչատուր Կոկոպելյան Ռասուլին տարել է ճամփել ինչի համար է տարել ճամփել որովհետև եկել էր այն ժամանակահատվածը որ պետք է Ռասուլ ազգանունը չգիտեմ հարցաքննվել է դատարանը բազմաթիվ հարցեր պետք է հայտնի սիրունապուրատ ճամփեցի որ դա հնարավորություն Ռասուլը ինքը իր ցուցմունքով է հաստատել որ Խաչատուր Կոկոպելյանը լավ մարդ է մենք իրար հետ կապ ենք ընկերություն ենք Ասենք նրանք չի որ եթե հանրեն մեղադրողի ներկայացած որպես ապացույց դենք մենք տեսել իմացել դրանից Միջնորդում եմ Թաթուլ Պողոսյանի մասով Թաթուլ Պողոսյանի պաշտպանը նշեց տնային կալան եթե իրանք տնային կալանք են ուզում նրանց գործնը ես կոնկրետ միջնորդում եմ որ իմ նկատմամբ բացակայելու արգելքի Եթե անհրաժեշտ է նաև գրաֆի արեք, վարչական հսկողություն դեմն ենք խանում, որովհետև այս փուլում բոնի առնվազը դատարանը պետք է դեպուզ իր ներքին համոզմունքով հասկանալ, որ հիմնավոր կասկածը չկա։ Հիմնավոր կասկածի թե չեք անդրադառնում հարկի դեպքում, բազմաթիվ դատական ակտեր դերում դրատատարողական հիմնարկները, որտեղ դատավորների հիմնավոր կասկածի վերաբերյալ իրենց որոշումները Չեն ասում, որ չկա, բայց ասում են նովազ է, որովհետև իսկ ես պահնագայում չկա, գոնե դրանք չեք անդրադառնում։ Իսկ վերաքննիչ ու վճռալիք դատարան իրաց նախադեպքին որոշումներին են թողում դատարան, որ դատարանի անկախությունը հարգել, որ մենք հիմնավոր կասկածի չենք անդրադառնում։
Այս դատական ակտը հիմնավոր կասկածի վերաբերյալ դուրն եմ տողով դրեցի, որովհետև գրում եք նախկինում արձանագրված է հիմնավոր կասկածի փաստը, նախկինում հետ հայացք ենք գցում նախկին որոշումներին, գալիս ենք Արտերի Գյումրացյանի դատական ակտը, ուսումնասիրելու ժամանակ հասկանում ենք, որ հիմնավոր կասկած առաջացել է չեղած է հիմք ընդունելու։ Դրա համար խնդրում եմ արգել դատարան, եթե մերժում եք, ոնը նշեցիք հիմնավոր կասկածը ձեր մոտ, որ ինչով պայմանավորված առաջացել։ Այդքան